Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թավյանն եմ, կարևորը նախամարոտ։ Ռուսաստան, ԱՄՆ և նավթ, աշխարհաքաղաքական նոր հաշվարկներ, ինչու է Թրամփը վերանայում որոշումները։ Իրանում լրտեսների են ձերբակալել, ինչ է հայտարարել Թեհրանի հետախուզությունը։ Բաքվում հայ գերիների մարմնից այրելով ջնջել են խաչով դաջվածքները, ԱՄՆ-ում զեկույց են հրապարակել։ Ադրբեջանի նոր ներխուժումների վերաբերյալ հիմնավորված փաստեր Պաշտպանության նախարարությանը, Միասնության թևերը փաստաթուղթ է ներկայացրել գերատեսչությանը։ Վարդենիսի տարածաշրջանում տեղ է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30 մարդու Իսրայելի և Միացյալ Նահանգների օգտին լրտեսություն անելու համար։ Հանզալա կիբերխումբը հրապարակել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 50 ավագ սպաների մասին ամբողջական տեղեկություն, որոնք ներգրավված են ռազմական գործողություններում։ Ցանկը ներառում է F-16-երի և F-35-երի անօդաչուների, ԱԹՍ-ների հրամանատարների, օդանավերի սպասարկման ավագ տեխնիկների և օդային հարձակում մշակողների ամբողջական անունները, անձնագրերը, պաշտոնները, հեռախոսահամարները, լուսանկարները և աշխատանքային տվյալները։ Իսկ տարածաշրջանում սկսված, բայց տարածաշրջանի մասշտաբներից դուրս եկած այս պատերազմի ավարտը կարծես այդքան էլ մոտ չէ։ ԱՄՆ-ն հայտարարում է, որ պատերազմը կավարտեն իրենց ժամանակացույցի համաձայն։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի նահանջի Իրանի հետ պատերազմից, մինչև Իրանը լիովին և վճռականորեն չպարտվի։ Հեքսեթը մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը երեկ հայտարարել է, թե պատերազմը գրեթե ամբողջությամբ ավարտված է։ Թրամփը նաև նշել էր, որ Վաշինգտոնն արդեն հաղթել է բազմաթիվ առումներով։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները կոչ են արել Իրանի դեմ պատերազմից դուրս գալու ծրագիր մշակել։ Կոչերը հնչում են նավթի գների աճի և այն մտավախությունների ֆոնին, որ երկարատև հակամարտությունը կունենա բացասական քաղաքական ազդեցություն։ Սակայն պատերազմը դարձել է նավթի արդյունահանման երբևէ ամենամեծ խափանման պատճառը։ Համաշխարհային նավթի արդյունահանման վերաբերյալ լուրջ խափանումների պատճառով նավթի գինը երկուշաբթի մոտ 4 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար $100։ Նավթի գնի կտրուկ աճին զուգահեռ բարձրացել է նաև բենզինի գինը։ ԱՄՆ-ում բենզինի գինը մեկ շաբաթում բարձրացել է մոտ 50 ցենտով, հասնելով 1 գալոնի համար $3.48, ինչն ավելի բարձր է, քան երբևէ եղել է նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության 2 ժամկետների ընթացքում։ Այս ֆոնին Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով զրուցելուց հետո հայտարարել է, որ նավթի գնի նվազեցման նպատակով Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ հնարավոր է չեղյալ հայտարարել։ Թրամփը նաև չի բացառել, որ այդ սահմանափակումները հետագայում նույնիսկ հնարավոր է չվերականգնեն։ Ինչու է Թրամփը վերանայում հաշվարկները, Սվետլանա Պետրոսյանն է ներկայացնում։ Նավթի գնի շուրջ աշխարհաքաղաքական խաղը նոր փուլ է մտնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գնի նվազեցման նպատակով Վաշինգտոնը կարող է չեղյալ հայտարարել որոշ պատժամիջոցներ։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով զրուցելուց հետո։ Ավելին, Թրամփը չի բացառել, որ այդ սահմանափակումները հետագայում նույնիսկ կարող են չվերականգնվել։ Ով գիտի, գուցե կարիք չլինի դրանք նորից սահմանել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով 2022 թվականից սկսած արևմտյան երկրները Ռուսաստանի նավթագազային ոլորտի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառել, որոնք զգալի ազդեցություն են ունեցել արտահանման ծավալների վրա։ Վերջին սահմանափակումները նույնիսկ ավելի խիստ են եղել։ Եվրոպան ընդհանրապես հրաժարվել ռուսական նավթից, ինչպես նաև ասիական երկրները պետք է զգալի կրճատեին գնումները Ռուսաստանից, կամ նաև ռուսական նավթի համար նախատեսվում էր այսպես վերին առաստաղ $60 շրջանակում, այսինքն իրավունք ունեին $60-ից ավել վճարել ռուսական նավթի համար 1 բարելի հաշվով։ Տնտեսագետը նաև ընդգծել է, որ համաշխարհային շուկայում տատանումների, Իրանի շուրջ լարվածության և Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով Ռուսաստանը շարունակում է մնալ նավթագազային ոլորտի կարևոր խաղացող։ Բարեմուտքը հատկապես մեծ պահանջարկ եւ կարիք ունի ռուսական նավթի եւ գազի, եւ նրանք ստիպված են այդ քայլի գնալ, հաշվի առնելով այն, որ հակառակ դեպքում իրենց մոտ ունենան կտրուկ գների աճ, եւ արդեն իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1 գալոն բենզինը թանկացել է մոտավորապես $0.5 չափով կամ մոտ
15%-ի չափով, որը ոչ միայն ներքին խնդիրներ կարող է առաջացնել, այլ արտաքին։ Պարսյանը նշում է, որ այս իրավիճակում Ռուսաստանը շահում է, իսկ նոյեմբերին սպասվող ընտրությունների ֆոնին Ամերիկայի նախագահը փորձում է իջեցնել նավթի եւ գազի գները, որպեսզի մեղմի հասարակության դժգոհությունը եւ ընտրությունում ուժեղ դիրքեր ունենա։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ ընդգծում է, որ պատժամիջոցների թուլացումը անհրաժեշտ է նաև էներգետիկ շուկայում խոշոր ճգնաժամից խուսափելու համար, քանի որ Մերձավոր Արևելքում այս պահին արդյունաբերությունը գրեթե կանգնած է, իսկ լիարժեք վերականգնումը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Ռուսաստանը դիտվում է շուկայում հարաբերական թեկուզ կայունություն ապահովելու միջոց, հաշվի առնելով Ռուսաստանի նավթագազային ռեսուրսները։ Մենք թերևս պետք է արձանագրենք նաև, որ գործ ունենք երկու միջուկային գերտերությունների հետ, գործ ունենք աշխարհաքաղաքական մի իրավիճակի հետ, որտեղ փաստացի կարմիր գծերը ջնջվում են գործնականում եւ միակ գործուն կարմիր գիծ մնում է հենց միջուկային բաղադրիչը եւ հասկանալի է, որ այս պայմաններում միջուկային գերտերությունների առավել եւս մյուսների հանդեպ անհամեմատ ավելի մեծ եւ ավելի սարսափելի միջուկային պոտենցիալ ունեցող տերությունների միջև երկխոսությունը ոչ միայն տրամաբանական է թվում, այլ նաեւ անխուսափելի։ Բադալյանը ընդգծել է, նման հայտարարությունները հաճախ ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Թրամփի խոսքերը կարող են դիտարկվել որպես Մոսկվայի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք կամ այդ գործընթացի մաս։ Հատկանշական է, որ երբ նավթի գները դեռ չէին հասել $100 սահմանին, ռուս-ամերիկյան բանակցային գործընթացում Պուտինի հատուկ բանագնաց ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարեց, որ նավթի գինը անպայման կհատի $100 եւ հենց այդ ժամանակ խոսեց այն մասին, որ նահանգների հետ քննարկում են նավթի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թույլատնելու հարցը։ Կրկնեմ, սա այն ժամանակ էր, երբ նավթը դեռ չէր հասել $100-ին։ Ռուսաստանն իր հերթին նախորդ տարի Իրանի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության լայնածավալ պայմանագիր, որը ընդգրկում է նաև միջուկային խաղաղ ծրագրի եւ պաշտպանական ոլորտի գործակցություն։ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ պայմանագրի հանգամանքը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի առումով եւ նույնը նաեւ չի կարող անտեսել Միացյալ Նահանգները, որքան էլ Թրամփը այդպես փորձում է ներկայանալ աշխարհակալի տեսքով նաեւ այս պատերազմում եւ հետեւաբար կրկնեմ, այդ հանգամանքը ու միջուկային կայսրություն լինելու հանգամանքը ստիպում է բնականաբար վարել երկխոսություն։ Բադալյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակվել է տարբեր փուլերով։ Օրինակ, Ալյասկայում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ որոշ դեպքերում Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների վերանայումը։ Այս հանգամանքի օգտին է խոսում այն, որ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը հենց տնտեսական ոլորտի ներկայացուցիչ է։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ըստ Բադալյանի բացել է նոր շերտեր։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող են տարբեր հարցերում ունենալ հակադիր դիրքեր, սակայն միևնույն ժամանակ պահպանել որոշակի պայմանավորվածություններ։ Բադալյանի խոսքով Վաշինգտոնի եւ Մոսկվայի քննարկումները հիմնականում ընթանում են փաթեթային տրամաբանությամբ, հաշվի առնելով մի շարք գործոններ՝ միջազգային էներգետիկ շուկայի իրավիճակը, երկկողմ հարաբերությունների ընթացքը եւ Իրանի դերակատարությունը տարածաշրջանում։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությանը կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը խոսել է Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության մասին։ Նրա խոսքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում անօդաչուի միջադեպից հետո ինքն իր համար ստեղծել է կերպար, որը հանգեցրել է Իրանի հետ հարաբերություններում աննախադեպ սրման։ Ըստ փորձագետի, Իրանի դեմ աննախադեպ կոշտ հայտարարություններ են արել, բանակը բերել են մարտական պատրաստվածության, տարհանել են դիվանագիտական կորպուսը։ Լարվածության հնարավորությունը ես կգնահատեի 50-ից 50 հարաբերակցությամբ։ Գայթակղությունը կա։ Իրանի անկումը եւս մեկ հնարավորություն է Հայաստանին հարվածելու համար, բայց գայթակղությունից բացի կան նաեւ մեծ ռիսկեր եւ մտահոգություններ։ Իլհամ Ալիևը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի մահվան կապակցությամբ։ Այսպիսով, Ադրբեջանը ներկայիս հակամարտության մեջ մնում է թվացial չեզոք, հավասարակշռվելով Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի եւ Իրանի միջև։
Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլետ Բահչելին հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում սադրանքներ տեսնել Թուրքիայի եւ Ադրբեջանի օդային տարածքում։ Բահչելին այս կապակցությամբ զգուշացրել է Իրանին, նա նաեւ դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ սադրիչ գործողությունները։ Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Արևելյան Մալաթիա նահանգում։ Մինչ տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ խաղացողները սպառնում են, դատապարտում ու զգուշացնում, օդում կախված մնում է մեկ կարևոր հարց. ով կկարողանա կանգնեցնել այս պատերազմը։ Ռուսաստանն առաջարկել է իր միջնորդությունը։ Կկարողանա արդյոք Մոսկվան այս պատերազմին վերջ դնել։ Ինչ շահ ունի Ռուսաստանն այս ամենում, ռեպորտաժում։ Ավելի կարևոր է, որ Մոսկվան ոչ թե իրանական հակամարտությամբ զբաղվի, այլ ուկրաինական։ Այսպես է արձագանքել Թրամփը Պուտինին 3 ամսվա դադարից հետո ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Կոլեգաների 11-րդ հեռախոսազանգի հիմնական թեման Միացյալ Նահանգներ, Իսրայել-Իրան հակամարտությունն էր։ Ռուսաստանը փորձում է միջնորդ դառնալ Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորման գործում։ Ռուսաստանը լավ կապեր ունի երկուստեք, նույնիսկ Իսրայելի հետ ինքը Պուտինը ունի բավականին նորմալ փոխհարաբերություններ։ Ես կարծում եմ հարմարագույնը Ռուսաստանի դաշնությունն է հանձինս նախագահի Պուտինի։ Բայց ինչ շահ ունի Ռուսաստանն այս պատերազմում միջնորդ հանդիսանալու համար։ Ի վերջո Իրանում պատերազմի ֆոնին է Թրամփի վարչակազմը քննարկում մեղմել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները։ Հակամարտության կարգավորումը պարզվում է շատ ավելի կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քան թվում է առաջին հայացքից։ Տնտեսական առումով իհարկե Ռուսաստանի հետ ձեռնտու էր այս պատերազմը կարճաժամկետ առումով, բայց երկարաժամկետ առումով Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ եթե Իրանը պարտվեր այս պատերազմում, դա նշանակում է, որ Ռուսաստանը ամբողջովին շրջափակված վիճակում է հայտնվում, իսկ Ռուսաստանի համար շատ կարեւոր է հյուսիս-հարավ ճանապարհը եւ Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկական օվկիանոս։ Միջնորդի դերում վատ թեկնածուներ չեն նաև Չինաստանն ու Հնդկաստանը, պնդում է իրանագետը։ Բայց Պուտինն արդեն հասցրել է Թրամփին ուղարկել առաջարկների փաթեթ, ինչպես քաղաքագետն է ասում, բոլոր կողմերին գոհացնելու համար։ Փաթեթի բովանդակությունը դեռ հայտնի չէ, սակայն Իրանի պահանջներն են հրապարակային՝ վնասի հատուցում, սանկցիաների վերացում, մնայուն խաղաղություն։ Այդ մնայուն խաղաղություն հասկացությունը ես ենթադրում եմ պիտի միջազգային գարանտներով լինի, այսինքն երաշխիքներ լինի այդ մնայուն խաղաղության համար։ Թե ինչ երաշխիքներ են միջազգայինորեն, դրանք չգիտեմ, բայց իրենք շեշտում են այդ մնայուն խաղաղության հարցը, որ չպիտի այլևս պատերազմի ԱՄՆ-ն եւ Իսրայելը չպիտի միասին կամ առանձնաբար պատերազմեն Իրանի դեմ։ Վաշինգտոնը երկարատև խաղաղություն կպահպանի, թե ոչ, հարցը միանշանակ պատասխան չունի, բայց այս փուլում հստակ է մեկ բան. Միացյալ Նահանգներն ինքն է խաղաղություն ցանկանում, ընդգծում է իրանագետը։ Թրամփի եւ նրա վարչակազմի իմիջն է տուժել։ Իսրայելի նկատմամբ պատերությունն էլ ավելի մեծ թափ է առել աշխարհում։ Այս զարգացումների ֆոնին ծոցի երկրները, որոնք վստահում էին Միացյալ Նահանգներին, Դանիելյանի պնդմամբ մեծ հավանականությամբ փոխելու են իրենց քաղաքական դիրքորոշումը։ Ծոցի արաբական երկրները հասկացան, որ Միացյալ Նահանգները իրենց չեն կարող պաշտպանել, իրենք դա չկարողացան անել, եւ իրենք պետք է արդեն նոր հարաբերություններ ստեղծեն երևի առաջերտին Չինաստանի հետ, նաեւ Իրանի հետ։ Եվ իմիջային առումով եւ տնտեսական առումով Միացյալ Նահանգները պարտության ենթարկվեցին։ Կարգավորման գործընթացն ըստ քաղաքագետի երկար չի ձգվի, առավելագույնը 1 ամիս։ Իրանի ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Թեհրանը չի պատրաստվում գնալ կապիտուլյացիայի։ Միևնույն ժամանակ նրա գնահատմամբ հակամարտության այս փուլում միջուկային զենքի կիրառման հավանականությունը գործնականում բացառված է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ կդադարի պատերազմը, ԱՄՆ-ն հաշվում է ծախսած փողը։ Պենտագոնն Իրանի վրա հարվածների առաջին 2 օրերին զինամթերքի համար ծախսել է մոտ 5.6 միլիարդ դոլար։ Կոնգրեսում մտահոգված են, թե որքան արագ է բանակը գործածում առաջադեմ զենքի սահմանափակ պաշարները։ Ակնկալում են, որ Թրամփի վարչակազմը կոնգրեսից կխնդրի տասնյակ միլիարդավոր դոլարների լրացուցիչ ֆինանսավորում ռազմական արշավը շարունակելու համար։ Իրանը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրայում եւ Բահրեյնի Ջուֆեյրում գտնվող ամերիկյան զինվորականների հավաքակայաններին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Թեհրանը թիրախ է դարձրել նաեւ Իսրայելի Ռամաթ Դավիդ ավիաբազան, Հայֆայի օդանավակայանը եւ Թել Ավիվի մոտ գտնվող հրթիռահարձակման կայանքը։
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցում անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող վիճակին։ Զեկույցում մասնավորապես արձանագրել են, որ օկուպացված Արցախի պատմամշակութային ժառանգությունը վտանգի տակ է։ Բացի այդ, շեշտել են, որ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ընտանիքի անդամները հայտնել են հայ բանտարկյալներին արգելում են ստանալ կրոնական իրեր, օրինակ Աստվածաշունչ։ Ավելին, զեկույցի հեղինակներից մեկը գցել է հատուկ կարծիք։ Արցախից մոտ 2 տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնց դատել են փակ դռների հետևում առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ծեծել են, ենթարկել են հոգեբանական բռնության, չեն տրամադրել բժշկական օգնություն, սնունդ, մարմնից այրելով ջնջել են խաչով դաջվածքները։ Սակայն սա Բաքվի հանցագործությունների միայն մի մասն է։ Միասնության թևեր քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց։ Քաղաքացիական նախաձեռնության անդամները պաշտպանական գերատեսչությունից պահանջել են պատասխանատվություն ստանձնել 2025-ին Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ իրականացրած ոտնձգությունների համար։ Ըստ ակցիայի մասնակիցների, Ադրբեջանին հաջողվել է ոչ միայն ներխուժել Հայաստանի տարածք, այլև կատարել ամրաշինական աշխատանքներ, մասնավորապես ջերմուկի ու Վարդենիսի տարածքներում։ Ակցիային հետևել է Անիա Բաղյանը։ Սոտքի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության եւ դիտարկման տակ։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը Պաշտպանության նախարարությանը փոխանցել է փաստաթղթեր Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների եւ ամրացումների վերաբերյալ։ Պատրաստում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի ունեցել դիրքային առաջ խաղացումներ, ամրացրել են նրանք իրենց դիրքերը։ Մարտի 4-ին նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել ներկայացնելու իրենց հավաքած տվյալները։ Տեղի ունեցել նոր ներխուժումներ եւ Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ։ Ասուլիսի ընթացքում Թաթոյանը ցուցադրել է ադրբեջանական նոր դիրքերի լուսանկարներ, նշելով, որ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այդ դիրքերը գոյություն չեն ունեցել։ Նրա խոսքով արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ դիրքերի կառուցումը տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19-ը։ Թաթոյանը նաև նշել է, որ տեղանքում կան խոշոր զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր եւ համապատասխան կոմունիկացիաներ։ Թեմային ազգային ժողովում անդրադարձել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ասելով, որ ներկայացված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Հարայ հերոսը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Նախաձեռնության անդամ Նարեկ Պապոյանը սակայն վստահ է, իրենց ներկայացրած տվյալները հնարավոր չէ փաստերով հերքել։ Մենք ունենք փաստեր, մենք ունենք արբանյակային լուսանկարներ, մենք ունենք կոորդինատներ, մենք բոլոր փաստերը ունենք։ Եթե դուք կարող եք, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք։ Եթե չեք հերքում, պատասխան տվեք։ Մեր հանրությանը, մեր հասարակությանը ինչու եք խաբել։ Ադրբեջանը նորից ներխուժել է Հայաստան, նորից անվտանգային խնդիրները առաջացրել Ջերմուկի տարածաշրջանում եւ Վարդենիսի տարածաշրջանում։ Նախաձեռնության անդամ Վարդան Փաշոյանն էլ ասում է, ներկայացվածը միայն արբանյակային լուսանկարների վերլուծություն չէ, այլ փաստահեն ուսումնասիրություն, որը ըստ նրա գերատեսչությունը փորձում է անտեսել։ Նա ընդգծում է, իրենք ոչ միայն խնդիր են բարձրաձայնում, այլ նաև առաջարկում լուծումներ։ Առաջին քայլը, որ պիտի արվի, դա բանակցային սեղան վերադարձնելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը, որը որ մեզ համար կապահովի նախևառաջ բանակցային շատ մեծ խորք եւ կանք կառն այս զիջումները, որ տեղի են ունենում կառավարության կողմից։ Նախաձեռնության 3 անդամները փաստաթղթերը հանձնեցին գերատեսչությանը։ Սպասեք շենքի վրա մի պայք։ Ժամանակը գնաց Պապիկյանը։ Եկեք ես կոմ Դեռ օրեր առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանն անդրադառնալով առաջ քաշած տեղեկություններին պնդեց, որևէ տեղեկություն հասարակությունից չի թաքցրել իշխող ուժը։ Ուր էր Թաթոյանը, որ մենք այնտեղ էինք ապրում, այդ որ վախվանից է եղել ինքը հայրենիքի մասին մտածող, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Գեղարքունիքի մարզի բնակչի հոգսով ապրող, խնդրում եմ էլի, ասեք թող կպնի իր գործերին կարճ։
Միասնության թևերը փաստեր է ներկայացնում, նախարարն ազգային ժողովի ամբիոնից հերքում։ Ինչ արձագանք կտա գերատեսչությունը դիմումին եւ ինչ ժամկետներով։ Փորձեցինք պատասխան ստանալ նախարարի մամուլի քարտուղարից։ Զանգերը անպատասխան մնացին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Փաշինյանն էլ Փարիզում է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին է մասնակցում։ Հայտարարել է, որ Հայաստանը փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման որոշում է կայացրել։ Ըստ Փաշինյանի, այս քայլը հիմք կստեղծի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Ալեքսանդր Սարգսյանին եւ Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք են առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում։ Այս նոր գործով Սարգսյաններին մեղադրում են առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։ Իսկ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանում ցուցադրել են ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը, նաև Գրիգորյանի արյունոտ հագուստը։ Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդիա Գրիգորյանին, հաշվառված է եղել արծիվ 1 ջոկատի հաշվեկշռում։ Ի դեպ, սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ Բաղդաժան դատարան, ես ունենալու ու հայտարարություն անցած դատական նիստին ցանկացավ, ես ասացի, որ դատական նիստին պետք է անեմ։ Ուրեմն կլինեմ հակեր շատ մանրամասներ այս նիստին դեռ չեմ բարձրաձայնի, բայց հայտարարությունս կանում է նրանում, որ այս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ, ասեմ խիլ։ Այս ամեն ինչը բարել եմ վաղ դերներով ու չեմ ուզում, այսքան ամիսներ անցել է, չեմ ուզում նախ առաջին այս մեր տակ մտնեմ, այդ ամիսի տակ մտնեմ, հետո էլ ինչ պետք է լինի, թող լինի, բայց ես այս մեղադրանքը չեմ ընդունում, մնացած մանրամասները մյուս դատական նիստերին արդեն կբարձրաձայնեմ, կասեմ թե ինչի, այստեղ այսքան էլ չեմ ուզում մանրամասն, չեմ ուզում բարձրաձայնել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտնել է, որ դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ է ճանաչել Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկությունը։ Ըստ էության, վերադաս Ատյանի համար եւս խուզարկությունը եղել է անօրինական եւ ունեցել է ձևական բնույթ, գրել է փաստաբանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ առավոտյան ժամին։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։